Բարի եկեք պարոն Ղևոնդյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Միասին փորձել ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ այս շաբաթը կրկին կարծես բավականին բուրըն զարգացումներով հագեցած էր եւ սկսենք մեր հարևան Իրանից, որտեղ բավականին սուր հայտարարություններ են հնչում Միացյալ Նահանգներ Իրան առճակատումից։ Ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Միացյալ Նահանգների նախագահ թիվ 1 գերտերության ղեկավարը արդեն ասում է, որ իրենց նավատորմը շարժվում են տեղ ավելի հզոր, քան Վենեսուելայում եւ Իրանից էլ հնչում են, որ մենք պատրաստ ենք դիմակայել, մեր զինվորները 12 օրյա պատերազմից հետո բավականին հմուտ են դարձել եւ որևէ մեկը չփորձի Իրանի հետ սպառնալիքներով խոսել։ Ինչ ունենք այս պահին։ Ուղիղ առճակատման եւ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ իհարկե տեղեկությունները քիչ են եւ այդպես շատ մեծ հավանականությամբ ենթադրել թե ինչ է կատարվում այնքան էլ հնարավոր չէ, սակայն հաշվի առնելով բոլոր այն կողմնակի գործընթացները, բոլոր այն կողմնակի հայտարարությունները, տեղեկությունները, որոնք մենք ստանում ենք, կարելի է որոշակի պատկերացումներ կազմել, թե ինչ է տեղի ունենում։ Ըստ ամենայնի Իրանում փոփոխության վերաբերյալ արդեն որոշում է կայացվել, որոշում կայացվել է ենթադրում են, որ Միացյալ Նահանգների եւ իր գործընկերների, դաշնակիցների փոխհարաբերությունների արդյունքում, ինչքան էլ որ այսօր Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների միջև հարաբերությունները նախկինի պես ամբողջական չեն, ամբողջապես սահուն չեն, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ եվրոպական երկրները կարծես թե ընդհանուր առմամբ աջակցում են Միացյալ Նահանգների այս օրակարգին եւ հավանաբար նրանք եւս համաձայն են, որ Իրանում այնուամենայնիվ պետք է ռեժիմը փոխվի։ Թե դա ինչպես տեղի կունենա, իհարկե շատ մեծ հարց է եւ արդյոք տեղի կունենա թե չի տեղի ունենա, որովհետեւ մեկ բան է որոշելը, մեկ այլ բան է դա իրականություն դարձնել, բայց տեսեք Իրանի շուրջ ծավալվում են այնպիսի իրադարձություններ, թե ֆիզիկապես մենք տեսնում ենք, որ Իրանի ափերին կարծես թե տեղավորվում են ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները կամ բացվում են, որովհետև վաղուց էին նրանք այնտեղ բացվում են, փորձում են ավելի մեծ սպառնալիք ձևավորել Իրանի նկատմամբ եւ նաեւ Իրանի միջազգային դերակատարումն է անընդհատ փոքրանում, ես նշեմ, որ ընդամենը 1-2 օր առաջ Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարեց, որ վերջ արդեն որոշված է Իրանում այլևս չի լինելու այաթոլլաների իշխանություն։ Այս ամենը խոսում է մեկ բանի մասին, որ ամենայն հավանականությամբ, ինչպես ես ասացի, որոշումը կայացված է եւ Իրանում պետք է ռեժիմը փոխվի։ Բայց դա տեղի կունենա թե չի ունենա կամ ինչպես տեղի կունենա, այստեղ բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք հավանաբար խորությամբ ուսումնասիրելու համար անհրաժեշտ է լինել իրանագետ, ես իրանագետ չեմ։ Այդուհանդերձ, եթե չգնա փոփոխության այաթոլլայի ռեժիմը եւ նա, ինչպես նշում են, առաջին օրինակ այսօր էլ երեկ էլ ամեն օր էլ կարծես հայտարարում է, որ չփորձեք սպառնալիքներով խոսել։ Մենք ունենք համապատասխան ուժ, համապատասխան ռեսուրս եւ մարդկային եւ սպառազինություն եւ այլն եւ այլն։ Եվ գնան էսկալացիայի։ Ինչ կստացվի արդյունքում եւ մենք ինչպես պետք է դիրքավորվենք, քանի որ մեզ շատ մոտ է Իրանը։ Եկեք հիշենք նման հայտարարություններ անող նախկին լիդերների, Սադամ Հուսեյն, Քադաֆի, Ասադ եւ այլն, ովքեր նմանատիպ այդպես խրոխտ խիզախ հայտարարություններ են արել, բայց եթե որոշումը կայացվել է, ամեն ինչ տեղի է ունեցել այնպես, ինչպես մենք գիտենք։ Ես հստակ չեմ կարող ասել, որ Իրանում եւս փոփոխություն կլինի, բայց Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ուշադիր լինի, դա շատ զգայուն հարց է Հայաստանի համար, անկախ դրանից այաթոլլաների իշխանությունը կշարունակի իշխել, կշարունակի լինել Իրանում, կշարունակեն հոգևոր իշխանությունների որոշում կայացնել, թե ոչ, Հայաստանի համար Իրանը ռազմավարական գործընկեր է եւ այլ կերպ լինել չի կարող։ Հայաստանը պարտավորված է Իրանի հետ հարաբերություններ զարգացնել, Հայաստանը պարտավորված է լինել Իրանի գործընկերը մեր տարածաշրջանում եւ պարտավորված է որոշակի առումով այս գայուն հարցին նրբանկատ դիրքորոշում ունենալ։ Ես ողջունում եմ օրինակ այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունների չեզոք դիրքորոշումը, ովքեր որևէ կարծիք չեն հայտնում գործընթացների նկատմամբ, այդպես էլ պետք է լինի, որովհետեւ թե այս իշխանությունների, թե հնարավոր փոխված իշխանությունների հետ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասացի, պիտի ռազմավարական գործընկերության տրամաբանության մեջ հարաբերություններ ունենա։ Այնպես որ այսօր կարծում եմ մեզ համար ամենակարևորը չեզոք լինելն է եւ սպասելն է իրադարձությունների զարգացման։ Տեսեք, այս նույն զուգահեռ իրականության մեջ այս հնչող հայտարարությունների ֆոնին Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարներ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման եւ Ռուսաստանը կարծես անթաքույց իր աջակցությունն է հայտնում Իրանին։ Այս դեպքում Ռուսաստանը կգնա այդ գործողության աջակցելով, թե Տրամպի հետ հարաբերությունները չխաթարելու համար
ձեռնպահ կմնա։ Ինչ է կատարվում այդ դաշտում։ Նախ նշեմ, որ Ռուսաստանը այս պահին այն տերությունը չէ, որ կարողանա մեկ ուրիշին էլ աջակցել, մեկը լինի Ռուսաստանին աջակցի այսօր։ Մյուս կողմից Իրանը պետություն է, որը Միացյալ Նահանգներ, Չինաստան այդ գլոբալ մրցակցության տրամաբանության մեջ ավելի շատ Չինաստանի կողմից է, եւ Ռուսաստանը եւս է պետություն է, որը Չինաստանի դաշտում է գործում, ինչը նշանակում է, որ Չինաստանի դաշտում գործող երկու պետություններ մեկը մյուսին որոշակի չափով պետք է աջակցեն, բայց այստեղ հնարավորությունների հարց կա, ինչպես ասացի, Ռուսաստանը այսօր հնարավորություն ունի Իրանին լուրջ աջակցություն ցույց տալու, մյուս կողմից է Ռուսաստանը հնարավորություն ունի ազդելու Միացյալ Նահանգների եւ Թրամփի որոշումների վրա եւ հաշվի առնելով, որ Թրամփը այնուամենայնիվ մի փոքր փորձում է Ռուսաստանին սիրաշահել ներողություն, Ռուսաստանի կողմից նման հակատրամպյան, այսպես ասենք, լեքսիկոնը, եթե նրանք նման հայտարարություններ կան, նման մի բան լինի, կարող է խաթարել այդ Թրամփի վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ, ինչից Մոսկվայում ակնհայտորեն վախենում են, հաշվի առնելով այն, որ կարծես թե Թրամփը մի փոքր ավելի մեծ ազատություն է թույլ տվել Ռուսաստանին Ուկրաինայում, քան հնարավոր է լիներ, եթե դեմոկրատները իշխանություն ունենային եւ Ռուսաստանը փորձում է օգտվել այդ ազատությունից։ Նրանք չեն ցանկանա, ինչպես դուք նշեցիք, այո, նրանք չեն ցանկանա զայրույթ հարուցել Թրամփի նկատմամբ, ինչ որ Իրանի պատճառով, որը նույնիսկ եթե իրենք ինչ որ փաստաթուղթ ունեն ստորագրած, մենք գիտենք, որ Ռուսաստանի ստորագրած փաստաթղթերը ոչինչ չարժեն իրականում։ Շատ լավ, կարևոր նաև հայտարարություն հնչեց վերջերս, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսն է գալիս Հայաստան փետրվարին եւ ինչպես պետք է դիրքավորվենք, որպեսզի կարողանանք առավելագույնը, բարեդրացիական հարաբերություններից զատ կարողանանք նաև գերիների հարցը լուծել, ինչու որտեղ անմիջապես Ադրբեջան է գնալու։ Այս մասով կցանկանայի ձեր մեկնաբանությունը ու վերլուծությունը, ինչու՞ չէ նաև ինչ որ խորհուրդ մեսիջ իշխանությանը տալ, ինչպես վարվել, ինչպես հարաբերվել, որպեսզի Հայաստանը մաքսիմալ շահույթով դուրս գա։ Գերիների հարցը լուծելը շատ կարևոր եւ առանցքային խնդիր է, որը կարելի է փորձել օգտագործելով Վենսի այցելությունը առաջ մղել, բայց մենք ունենք այլ կարևոր եւ առանցքային խնդիրներ եւս, եւ ես կցանկանայի ուշադրությունը այդ ուղղությամբ եւս կենտրոնացնել։ Այո, գերիների հարցում գուցե Վենսին մենք կարողանանք Ադրբեջան գնալուց առաջ որոշակի տեղեկատվություն տրամադրել եւ նա Բաքու գնալուց հետո ինչ որ առաջընթաց լինի այս հարցում։ Ես հույս ունեմ, որ օրինակ այն 8 գերիներ, եթե չեմ սխալվում, 8-ն են մնացել, ովքեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից չեն, Վենսի գնալուց հետո կկարողանան վերադառնալ, իսկ մյուս ռազմաքաղաքական ղեկավարության հարցում էլ ինչ-որ առաջընթաց գոնե կունենանք։ Բայց բացի դրանից շատ կարևոր է այն օրակարգը, որով Վենսը գալիս է Հայաստանի Հանրապետություն եւ հետո գնալու է Ադրբեջան։ Իսկ այդ օրակարգը ընդգրկում է օգոստոսի 8-ի, այսօր արդեն կարելի է բաց ասել, որովհետեւ տեղեկությունները արդեն հայտնի են հանրությանը, օգոստոսի 8-ի 6-ամսյակի արդիվ եւ այդ 6-ամսյակի տեսեք փետրվարի 8-ին 9-ին է նա Հայաստան գալու, այդ 6-ամսյակի առիթը օգտագործվում է փաստացի Հայաստանի Հանրապետության Միացյալ Նահանգների միջև նոր փաստաթղթերի ստորագրման համար եւ այդ փաստաթղթերը բերելու են նոր զարգացումներ, սկսած ատոմային էներգետիկայից մինչև կիսահաղորդիչների արտադրության հարցը, որը կարծես թե ավելի մեծ զարգացում է ապրել, որովհետեւ օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնությամբ Հայաստանում ընդհանրապես ինչ որ պահեստի ձևավորման մասին էր խոսվում, իսկ այսօր արդեն արտադրության մասին է խոսվում, կիսահաղորդչային էլեմենտների հիմքով չիպեր պետք է արտադրվեն որոշ խոսակցությունների, իհարկե 100% չէ տեղեկությունը։ Այնուամենայնիվ, սրանք շատ կարևոր եւ գերակա ոլորտներ են, որոնք Հայաստանի Հանրապետության անվտանգությունն են մեծացնում։ Ես նշեմ, որ Ադրբեջանից արդեն կան որոշակի դժգոհություններ, թե բաց թե փակ հանդիպումների ժամանակ ադրբեջանցի փորձագետներ, ադրբեջանցի որոշ պաշտոնատար անձինք դժգոհում են, որ տեսեք այս գործընթացի արդյունքում Հայաստանը ստացավ մեծ տնտեսական հզորություններ, Հայաստանը ստացավ անվտանգության նոր հնարավորություններ, իսկ Ադրբեջանը ստանում է ինչ-որ բրոնի այդ ժիլետներ, այո, հագուստներ եւ մոտորանավակներ, որոնք որևէ էական նշանակություն չունեն ըստ իրենց Ադրբեջանի համար, եւ այստեղ Հայաստանը շահում է, Ադրբեջանը կորցնում է եւ այլն, եւ սա պետք է հասկանալ, սա պետք է կապիտալացնել, սա պետք է փորձել օգտագործել Հայաստանի Հանրապետությունը այսօր այնպիսի թափ է հավաքել, այնպիսի միջազգային հեղինակություն է ձեռք բերում, ինչը ժամանակի ընթացքում հավասարեցնելու է Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորությունները տարածաշրջանում եւ Ադրբեջանին դա ակնհայտորեն այնքան էլ ձեռնտու չէ եւ Ադրբեջանից դրա համար դժգոհությունները հնչում են, բայց մենք պետք է շարունակենք այս գիծը, մենք պետք է կարողանանք այս ամենը, ինչպես ասացի, կապիտալացնել, մենք պետք է կարողանանք Վենսի այցելությունը օգտագործել ոչ միայն էմոցիոնալ ֆոնի վրա, ոչ միայն իհարկե անպայման, բայց ոչ միայն գերիների հարցի ուղղությամբ առաջընթաց ունենալու համար, այլ հնարավոր բոլոր ուղղություններով ավելի մեծ խորացում ապահովելու
փոխելու համար հայ-ամերիկյան հարաբերությունները։ Տեսեք, ինչպես նշեցինք, հա լուրեր կան, որոնք օդում կախված են, ինչպես ասում են, կամ հաստատված չեն, այդ լուրերից էր նաև նույն ձեր մյուս գործընկերները, վերլուծաբաններ, քաղաքագետներ նշում են, որ ուծա ընդդիմադիր դաշտից կամ ուղղակի չեզոք կարծիքներ են հայտնում, որ Վենսը գալիս է այստեղ նաև մեծամորի ատոմակայանը փակելու համար եւ նորը կառուցելու համար։ Այս մասով խելամիտ է արդյոք այս խոսույթը, թե իրականության հետ աղերս չունի։ Նշեմ, որ մեծամորի ատոմակայանի փակելու հարցը որոշված է վաղուց, դեռևս նախկին Հայաստանի Հանրապետության նախկին իշխանությունների օրոք, եւ մինչեւ 2036 թվականն է ՄԱԳԱՏԵ-ն ատոմային էներգիայի հետ միջազգային գործակալությունը թույլ տվել, որ այն շահագործվի, հաշվի առնելով, որ կառուցվել է 20-րդ դարի կեսերին եւ այն բավական մեծ բարոյական ֆիզիկական մաշվածություն ունի, անվտանգության խնդիրներ կան եւ այլն։ Սկզբում մինչեւ 2026 թվականները, չեմ սխալվում, հետո 10 տարով երկարացրին, այսինքն Վենսը գա թե չգա 2036 թվականին մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Գուցե, չգիտեմ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցեն եւ հնարավոր լինի ելի մի փոքր երկարացնել, բայց անընդհատ աշխատել մեծամորի ատոմակայանը չի կարող։ Եվ դա բնական է, որ չի կարող, բնական պատճառներով, որովհետև տեխնոլոգիաները փոխվել են, հնարավորությունները փոխվել են, այդ ատոմակայանը իր ամբողջ սարք ու վարքով ամեն ինչով մաշվել է եւ դրա ժամանակն է եկել, որպեսզի փոխարինվի։ Փոխարինում կարելի է կատարել մի քանի տարբերակով։ Փոխարինումից մեկն այն է, որ փակվի եւ ընդհանրապես ոչինչ, ոչ մի ատոմային էներգիայի կայան չկառուցվի Հայաստանի Հանրապետությունում, ինչը ակնհայտորեն աղետաբեր կլինի Հայաստանի էներգետիկ համակարգի համար։ Տարբերակներից մեկ ուրիշն այն է, որ կառուցվեն այլընտրանքային աղբյուրներ, բայց մենք այդքան քամու եւ արևի հնարավորություն չունենք, եթե օրինակ Հայաստանի Հանրապետությունը ունենար նախկին արևմտյան Հայաստանի տարածքները, գուցե այստեղ մենք մտածեինք արևի եւ քամու օգտագործման մասին, բայց ներկայում 29743 քառակուսի կիլոմետրը բավարար չէ, որպեսզի կարողանանք նույնիսկ մեր պահանջները բավարարել, այլուր մնաց Հայաստանը ցանկանում է դառնալ էլեկտրաէներգիայի արտահանող երկիր։ Եվ երրորդ տարբերակը, որ կառուցենք նոր ատոմակայան։ Այս դրա մասին էին ասում, որ Միացյալ Նահանգների ձեռամբ անմիջական դերակցությամբ նոր ատոմակայանի կառուցման մի քանի տարբերակ կա։ Իմ տեղեկություններով մենք ունենք 3 առաջարկ Միացյալ Նահանգներից, ինչպես արդեն գիտենք, Ռուսաստանից եւ Հարավային Կորեայից։ Ռուսաստանի տարբերակը ես ի սկզբանե բացառում եմ, որովհետեւ ինչպես ասացի, Ռուսաստանը մեկը լինի իրենց օգնի, հաշվի առնելով թե ֆինանսական խնդիրները, որոնք բոլոր ոլորտներում կան այսօր հաշվի առնելով, թե պատժամիջոցները, հաշվի առնելով Ռուսաստանի տեխնոլոգիական հետամնացությունը եւ այլն։ Մնում են Հարավային Կորեայի եւ Միացյալ Նահանգների տարբերակները, Հայաստանի իշխանությունները խոստացել էին հանրությանը որոշում կայացնել մինչեւ 2025 թվականի վերջը, ես հուսով եմ, որ այդ որոշումը կայացվել է, թեև դեռևս ոչինչ չեն հայտարարել դրա վերաբերյալ, եթե կայացվել է, հուսանք, որ Վենսի այցելության ժամանակ արդեն կհայտարարվի դրա մասին եւ Միացյալ Նահանգների աջակցությամբ այդ ատոմակայանը կամ ատոմակայանները կկառուցենք, որովհետեւ մոդուլային ատոմակայանը այնուամենայնիվ փոքր է եւ այդ փոքր ատոմակայաններից կարելի է 2-3 հատ ինչու ոչ կառուցել, օրինակ մեկը կարելի է կառուցել Սյունիքում, ինչը լրացուցիչ անվտանգային հնարավորություններ կավելացնի, ինչ վերաբերում է Հարավային Կորեայի առաջարկությանը, ապա այստեղ ըստ իմ կողմից վերլուծված տվյալների որոշակի մասնագետների, ովքեր ատոմային էներգետիկայի ոլորտում հրապարակումներ են անում, բավական մեծ ծավալի արտադրության մասին է խոսքը եւ Հայաստանի Հանրապետությունը այս պայն այդ մեծ ծավալի արտադրությունը հյուրընկալելու կամ կառուցելու անհրաժեշտություն չունի։ Կրկին վերջին հարցը եւ ամփոփենք անդրադառնան գերիներին, ինչու որտեվ այս շաբաթվա մեջ տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում նիստ, որտեղ ձմեռային նստաշրջաններ, որտեղ հենց բանաձև ընդունվեց, հայանպաստ բանաձև, որ Ադրբեջանում պահվող գերիները պետք է շտապ վերադարձվեն։ ԽԽՎ-ն բազմաթիվ նման զեկույցներ, բանաձևեր ընդունել է եւ բազմաթիվ անգամ մերժվել Ադրբեջանի կողմից։ Այս մեկն էլ է այդպես լինելու։ Իհարկե այդպես է լինելու, Ադրբեջանը եւ ոչ միայն Ադրբեջանը, այս պայն ցանկացած պետություն աշխարհում օգտվում է միջազգային իրավունքի որոշակի ատրոֆիայից, ինչը նշանակում է, որ ունենք անհավասարակշիռ իրավիճակ աշխարհում, ինչը բերել է նրան, որ նման որոշումները կարելի է ուղղակի անտեսել։ Եվ Ադրբեջանը օգտվում է դրանից, օգտվելու է սրանից հետո էլ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ է օգտագործել ուժային մեխանիզմներ, ուժային մեխանիզմ ասելով ես նկատի չունեմ բանակ։ Նկատի ունեմ օրինակ մեր գործընկերներից որևէ մեկի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, փորձել բանակցային գործընթացներում օգտագործել այս հարցը որպես խնդիր, որը պետք է լուծել, որից հետո Հայաստանը համաձայն կլինի Ադրբեջանի առաջարկած ինչ-ինչ պայմանների, ընդհանրենք թրեպի գործարկմանը եւ այլն։ Օրինակ մեկ լավ օրինակ կա թրեպի պայմանագրում այն հայտարարությունում, որը հրապարակվել է ավելի ճիշտ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, դա front office, back office
ճակատային գրասենյակ, հենակետային գրասենյակ տարբերակն է եւ այս դեպքում Հայաստանը կարող է ասել, որ համաձայն է դրան, եթե գերիները վերադառնան, տեսեք, սա տարբերակ է։ Այսինքն գործիք է, որ կարող են կիրառել։ Այո, գործիք է, որը կարելի է կիրառել։ Սրանք են գործիքները, որոնք անհրաժեշտ է կիրառել եւ փորձել գերիների վերադարձը ապահովել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։